Տիկին Մելոյան, դուք այսօր Վաղարշապատում ինչ օրակարգով եք։ Վաղարշապատում կարծում եմ վերջին շրջանում ամիսների ընթացքում անընդհատ օրակարգ ունենք ներկա գտնվելու, որովհետև մենք Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում ենք ու Էջմիածին քաղաքում մեր քրիստոնյաներից գտնվելու օրակարգը արդիական կրկին անգամ դարձրեց այս երկրի իշխող ուժի ղեկավարը, վարչապետը հարձակումներով մեր եկեղեցու վրա։ Ես կարծում եմ, ինչպես ինձ մոտ դա բավականին ուժեղ էմոցիոնալ ֆոն արթնացրեց սատար կանգնելու մեր եկեղեցում եւ պարբերաբար ավելի հաճախականացնելու, ավելի իմ օրակարգը այնպես կազմակերպելու, որ եթե Սուրբ Պատարագի եմ մասնակցում, ոչ թե մասնակցեմ քաղաքում, այլ կամ հասնեմ Մայրաթոր եւ իմ ֆիզիկական ներկայությամբ իմ աջակցությունս հայտնեմ մեր եկեղեցուն, աջակցությունս հայտնեմ մեր հոգեվոր հայրերին, որոնք այսօր դժբախտաբար, դա մեր պատմական ողբերգությունն է եւ այս օրերը, այս ամիսները դառնալու են դասագրքային օրինակներ, թե ինչպես չի կարող գործել որևէ պետության ղեկավար, ինչպես չի կարելի խղճի ու դավանանքի ազատությունը ոտնահարել, այն էլ մեր դեպքում այն բացառիկ ազգի պարագայում, որն առաջին ընդունած քրիստոնեության ընդունած ազգն ենք, որ այս ազգի հարատևման հիմքը հանդիսացել է մեր Սուրբ եկեղեցին, որովհետև այո, հազարամյակների դարերի ընթացքում մենք բազմիցս հարձակումների ենք ենթարկվել, պետականություն ենք կորցրել, բայց որպես ազգ, որպես պատմական միավոր, որպես մեր մշակութային արժեքներ ունեցող ազգ կարողացել ենք գոյատևել բացառապես եկեղեցիների միջոցով։ Ես բազմիցս ասել եմ, մենք այն սակավ ազգերից ենք, որ այսքան քիչ ենք մեր երկրում, մեր պետությունում, Հայաստանի Հանրապետությունում մոտ 3 միլիոնի ենք հասնում, բայց աշխարհասփյուռ կրկնապատիկ եռապատիկ ենք։ Եվ աշխարհասփյուռ հնարավորություն ենք ունեցել գոյատևելու, մեր լեզուն պահպանելու, մեր մշակույթը պահպանելու բացառապես եկեղեցիների եւ մեր հոգեվոր հայրերի նվիրվածության շնորհիվ։ Ու հենց պատմության ընթացքում էլ, երբ հայի գոյատևման խնդիր է եղել, եկեղեցին ու հոգևորականն են եղել այն հիմքը, որի շնորհիվ մենք ընդհանրապես հասել ենք մեր օրեր։ Ներողություն, ես ճիշտ հասկացա, որ դուք կարծում եք ընդդիմադիր ուժի հաղթանակով մենք կկարողանանք եկեղեցու հանդեպ տարվող արշավը կանխել։ Տեսեք, եկեղեցու երկրորդ օրակարգը ինչպես դուք ինձնից առաջ անցաք, տեսեք, երկրորդ օրակարգն էլ սպասվելիք Վաղարշապատ համայնքի ավականում համամասնական ընտրություններն են, որոնք կայանալու են նոյեմբերի 16-ին ու այստեղ զուգակցվում է, համապետական առումով ուշադրությունը գեներացվում է Վաղարշապատ համայնքի նկատմամբ։ Բնականաբար ընդդիմությունը այստեղ ես մի փոքր դեմ եմ ջրբաժաններին մեր ազգի, որովհետև շատերը անկախ իրենց քաղաքական հայացքներից անգամ կան իմ միջավայրում մարդիկ, ովքեր իշխանության հանդեպ վատ տրամադրված չեն, բայց ունեն միանշանակ կարմիր գիծ եկեղեցու հարցում, միանշանակ մոտեցում ու իմ պնդմանը եկավ ապացուցելու երկու անգամ Հովանավանքում տեղի ունեցած քրիստոնեական կանոնակարգին հակասող երկու պատարագները, ճակերտավոր արգալույց եղած քահանայի շնորհիվ։ Այստեղ անգամ իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը ներկա չգտնվեցին, որովհետև կարծում եմ հավատամքի տեսանկյունից յուրաքանչյուր մարդու համար դա խնդրահարույց է։ Հիմա երկրորդը, ընդդիմություն, իշխանություն, հաղթանակ։ Բնականաբար սա ոչ միայն զուտ մարդու մոտեցման ներքին խնդիր է, արդյոք նա քրիստոնյա չէ, արդյոք նրա համար ընդունելի է կամ ընդունելի չէ եկեղեցու նկատմամբ այս հետապնդումները։ Սա նաև ծայրաստիճան հակասահմանադրական, հակաիրավական գործընթաց է, որը այսօրվա իշխանության ներկայացուցիչները իրենց թույլ են տալի։ Նախորդիվ ունեցել ենք իրավիճակ, երբ նույն վարչապետի ձեռամբ ու նախաձեռնությամբ շրջափակվել են դատարանները իր համար ոչ ցանկալի դատական ակտի կայացման պատճառով։ Իր մասնակցությամբ նա շրջափակվել է օրենսդիր մարմինը իր համար ոչ ցանկալի օրենսդրական գործընթացի պարագայում։ Ու մենք այսօր հանգրվանել ենք այս իրավիճակի, որովհետև այս բոլոր հակասահմանադրական, հակաիրավական գործընթացները չստացան իրավական գնահատական։ Այդ պաշտոնատար անձինք չհանգրվանեցին պատասխանատվության իրենց հակաիրավական գործողությունների համար։ Եվ առաջին հերթին օրակարգ կա
մեր երկիրը պահել իրավականության շրջանակներում ու տալ իրավական գնահատական հակաիրավական գործընթացների, դա մեկ։ Երկրորդ օրակարգն էլ այսօր Վաղարշապատ համայնքում, ինչպես նշեցի, Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրություններն են կայանալիք։ Մենք արդեն նախորդիվ այս տեսանկյունից էլ ամենավառ օրինակը Գյումրին էր, թե ինչպես համապետական ռեսուրսի ներդրման արդյունքում, անհամաչափ ճնշումների, անգամ իրավապահ մարմինների ներգրավման արդյունքում, այնուամենայնիվ Գյումրեցին իր քվեն տեղ հասցրեց։ Իմ ուղերձն է ու մեր ուղերձն է այստեղ Էջմիածնի բնակիչներին, Վաղարշապատ համայնքի ընտրությունների մասնակից, բոլոր հարակից գյուղերի բնակիչներին, որ գնան եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Մեր ընդհանրապես քաղաքացիները ավելի շատ իրավունքներ ունեն, քան պարտականություններ։ Ես տեսնում եմ, որ դուք հանդիպում եք քաղաքացիների հետ, շփվում եք նրանց հետ, այդ դեպքում դուք ինչ եք ասում իրենց։ Քաղաքացիների հետ անընդմեջ հանդիպումները միակ ուղերձը առաջնային։ Ես նկատի ունեմ Էջմիածնում, դուք այսօր այստեղ հանդիպում եք քաղաքացիների հետ, ինչպես եք ուղղորդում կամ ինչպես է կողմնորոշում, ինչ է անում մեր ձևով շարժումն այսօր այստեղ։ Այստեղ ասեմ, երկու մոտեցում կա, որպես մեր ձևովի դիրքորոշում, հետևյալն է, որևէ կերպ չմիջամտելու ընտրություններին ու ուղերձելու մեկ պարզ ճշմարտություն, որ պետք է քաղաքացին գնա դուրս գա տանից, գնա տեղամասային կենտրոն եւ իրացնի իր ընտրական իրավունքը, դա է մեր ուղերձը, որ քաղաքացին ձեռնպահ չմնա, որովհետև եթե նա հիասթափությունից ելնելով խուսափում է գնալու իր քաղաքացիական պարտքը կատարելու, ընտրությանը մասնակցելու, իր փոխարեն է որոշվում արդյունքը։ Եվ մենք ցավոք սրտի այդ պատկերը ունեցանք Երևանի հավաքանու ընտրություններին, երբ մեր պատմության ընթացքում աննախադեպ ցածր մասնակցելիություններ։ Դա լրջագույն հրահանգեր, ուղերձեր հասարակությունից դեպի երկրում գործող քաղաքական ուժեր ու անկախ ընդդիմադիր կլինեին թե իշխանական։ Երբ քաղաքացին հրաժարվում է այդքան մասշտաբային միասնական ձևաչափով մասնակցելու ընտրական գործընթացի, դա լուրջ ուղերձ է, որ չկա վստահություն դաշտում գործող քաղաքական ուժերի նկատմամբ։